60 միլիոն դրամ տուգանք սպառողների հանդեպ պարտականությունները չկատարելու համար էլեկտրական ցանցեր ընկերությունը 9 տարբեր քաղաքացիների հետ կնքել է էլեկտրաէներգիայի միացման պայմանագիր, բայց իր իսկ սահմանած ժամկետում դրանք չի կատարել։ Միացման ժամկետ է սահմանվել 2013 թվականի օգոստոսի 15-ը, սակայն սպառման համակարգը մինչ օրս էլեկտրական ցանցին միացված չէ։ Տուժող կողմը նույնպես ներկա է, միայն այս սպառողի հանդեպ իր պարտավորությունները չկատարելու համար հեծը ստիպված կլինի վճարել 5 միլիոն դրամ։ Դա ձգվել է ևս 1 տարի, 2 տարի, թե 120 հետո մենք ունենալենք ինչ-որ մի կարճ ժամկետում միացման պայմանագրի կնքած ինչ-որ մի օրինակ։ 120 օր հետո այս և մյուս բոլոր 9 սպառողները կունենան էլեկտրաէներգիա, մինչև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր 9 տուժած սպառողների համար 5 միլիոն դրամով կտուգանի, հեծ ներկայացուցիչը վերջին ճիգերով փորձում է գոնե երկարաձգել դիմումները մինչև մյուս նիստը։ Միջնորդությունը մերժվում է, հեծի փաստաբանին օգնության է հասնում գործընկերը, սպառողների բոլոր դիմումները նույնն են, բայց փաստաբաններն ամեն անգամ միջնորդում են, գոնե դրանցից մեկը երկարաձգել համապատասխան փաստեր ներկայացնելու համար։ Հեծի միջնորդությանը լսելի լինել հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը պատասխանում է փաստերով, գործելու ժամանակ հեծն ունեցել է։ Բոլոր վարույթները հարուցվել են դեռ 1 ամիս առաջ, ի տարբերություն այսօրվա շատախոսության հեծը 1 ամիս լռել է։ Բաղը բան է փոխվելու։ Մենք այս ամբողջ փաթեթը վարչական վարույթների նախատեսել էինք նաև ամսի 1-ին քննարկել մեր հանձնաժողովի նիստում։ Պարոն Բիբինի խնդրանքով մենք հետաձգեցինք ևս 1 շաբաթ։ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահը հեծի ելույթներն ու միջնորդությունները դեմագոգիա է անվանում, սպառողներն այստեղ են, նրանք միաբերան հաստատում են, իրենք մինչև հանձնաժողով դիմելը բազմիցս դիմել են այլ ցանցերին։ Արդեն 4.5 տարի է մեր շենքը հոսանք չունի եւ մենք 2010-ին եւ 11-ին բազմաթիվ անգամներ ես անձամբ հանդիպել եմ էլեկտրոցանցի ներկայացուցիչների հետ, մի քանի անգամ նամակներ են ուղարկվել։ Մինչև փաստաբանը կարձագանքի Ռոբերտ Նազարյանի նյարդերը նորից տեղի են տալիս։ Խորհուրդ է տալիս մտքի մտավարժանքով չզբաղվել, փաստերն ամեն ինչ ասում են, 9 սպառողների 5 միլիոն դրամ տուգանքից բացի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս 10 միլիոն դրամ տուգանեց բաժանորդներից նախապես գումար պահանջելու համար։ Այս անգամ պատասխանում է անձամբ Բիբինը։ Գաղտնիք չէ, թե ընկերությունն ինչ տնտեսական իրավիճակում է, ամեն ինչ արել ենք, որ բնականon աշխատանքը շարունակվի։ Թե ինչպես ենք դա արել, միայն մենք գիտենք։ Մենք ժամանակավոր փոխել էինք մեր աշխատանքի մեթոդները, սպառողներից նախապես գումար էինք վերցնում եւ պարտավորվում էինք դա մարել էլեկտրաէներգիայի ծախսերի հաշվին։ Դա վատ է, բայց միացման process-ը միայն այդպես կարող էինք չդադարեցնել։ Եվգենի Բիբինի պատասխանը հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին չի գոհացնում։ Մենաշնորհային իրավունքները ամրացված են նաև մենաշնորհային պարտականություններով։ Այնտեղ որտեղ որ ծնվում է իրավունք, այնտեղ կա անպայման պարտականություն։ Լիցենզիայի առաջի կետում ձեր հենց բարձ գրված է, որ ընկերությունը պարտավոր է իր գործունեությունը ծավալել Հայաստանի Հանրապետության գործող օրենքների, իրավական ակտերի եւ այլ պահանջներով։ Իսկ ինչ է նշանակում, որ ընկերությունը ինքը որոշեց, որ իր ֆինանսական վիճակը լավ չի, ոնց որ թե մեզ մի քիչ փող է պետք, ու վաղումանից որոշում ենք, որ ուզում է էլեկտրաէներգիան միանալ, պետք է 100%-անից վճարում կատարի սրանից հետո։ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը հաստատեց հեծին տուգանում է 60 միլիոն դրամի չափ, հանձնաժողովը հաստատեց նաև հեծի 8 միլիարդ 587 միլիոն 800 հազար դրամ ներդրումները։ Եվգենի Բիբինը հանձնաժողովին դիմեց նաև էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկի մեթոդիկան փոխելու համար։ Հեծի կորուստների նորմատիվ սահմանված է 11.2%, ընկերությունն ուզում է այդ ցուցանիշը հասցնել 12.4%-ի։ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ առաջարկը կքննարկվի 1-2 ամսվա ընթացքում։ Պարոն Բիբինը մինչև նիստի ավարտը չսպասեց, արդեն միջանցքում լրագրողների հարցերին պատասխանել նորից չցանկացավ, առաջարկելով հարցերը տալ մամուլի քարտուղարին։ Մանու Իրիցյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։